Ես որոշել էի ընդհանրապես չանդրադառնալ։ Որոշումը ասելով հայտարարություն անում, ասելով, որ Բագրատ Գալստանյանը բառացի եմ ասում, եթե կուզեք ավելի։ Պատերազմ էր հրահրում, որովհետև սահմանազատում, սահմանագծումը չեր ընդունում։ Սահմանազատում, սահմանագծում ընդունում եմ ես միշտ, չեմ ընդունում են միակողմանի ծնկած, ողորմություն խնդրող վիճակում գտնվող հայոց պետության ղեկավարը, որ սպառնալիքը դարձել իր ժողովրդի համար։ Չեմ ընդունում այդ կուսակցությունը իրենց գործունեության բաներ, որ սպառնալիք են մեր կյանքի համար, որ այսպիսի արդարադատություն են իրականացնում։ Այո, հրամանի տակ եք բոլորդ էլ։ Չեք կարող ասել, վաղ իշխանությունը կփոխվի, կասեք մենք ամեն ինչ կբացահայտվի։ Ես բացարձակ կասկած չունեմ, բացարձակ։ Եվ փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ այս հնարավորությունը տվել է իմ երկրում այսպիսի կարգավիճակում գտնվելու։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Ազատություն եմ, առողջություն եմ արթուն Վահագնին Չախալյան, ազատություն էլ Արշակ Սրբազանին, որ քիչ առաջ լուրը առանք, որ իմ մոտից գնաց։ Փառք Աստծո, որ այդպես է։ Եվ դարձյալ ասում եմ, այո, պատվարժան դատարան, հուսով եմ, այսօր եմ ասում, ամսի 5-ին, մարտի 5-ին հուսով եմ, ձեր արդարությունը կլինի այդ տեքստերը նայելուց, ուր են այդ տեքստերը, այն գիրքը նայելուց, տեսնեք ուղղակի, տեսնեք, որ գրված է չի լսվում, ներողություն, իսկ ինչը չի լսվում, եւ ինչու չի լսվում, սրա հարցը, որով մեկը տվել է,